կապացկության համար եւ այստեղ մի քանի ուշագրավ թեզեր կարող ենք նշել, որ ցավոք այդ ժամանակ նաեւ մտավորականության մեծ մասը կամ լռությամբ կամ ուղղակիորեն լծված էր սատարելու այդ քաղաքականությունը, որ իրագործում էր եւ նույնիսկ մեծանուն գրողներ, մշակույթի գործիչներ, սատարող բանաստեղծություններ էին գրում, ելույթներ ունենում, հոդվածներ հրատարակում եւ այլն եւ այլն, բայց մենք բնականաբար այդ մարդկանց այսօր հիշում ենք ոչ թե այդ գործով, այլ ինչպես դուք նշեցիք, որ լավագույն աշխատանքները հակառակը Մայրաթոռը գնահատանքով հրատարակել է, նույն կերպ նաեւ մեր հիշողության մեջ այդ մարդիկ մնացել են իբրև ժառանգությունը թողած մարդիկ, որով որ մենք կարող ենք զտել այդ կերպարները, բայց իհարկե չենք կարող մաքրել այն կերպարներին, որոնց դուք նշեցիք, որ հենց 90% այդ որոշումներ կայացնողների եկեղեցու դեմ արշավի հետո իրենք իսկ արժանացան այդ ճակատագրին։ Այստեղ կուզենայի մի կրոնագիտական հավելում անել զուտ այն իմաստով, որ մենք երբ որ աթեիստ բառը կարդում ենք 20-30-ականների, այդ 1920-30-ականների կազմակերպությունների անվանումներում եւ իրենց թեզերում, դա հաճախ այսօր մեր կողքին ապրող շատ աթեիստների մոտ հակասական զգացողություն է առաջացնում, որովհետև իրապես պարզապես աթեիստ մարդը եկեղեցատյաց եւ հակաեկեղեցական արշավ չի կարող իրականացնել, այսինքն այստեղ գործ ունենք քրիստիանոֆոբիայի հետ, կոնկրետ այդպիսի բնորոշում կա հիմա կրոնագիտության մեջ եւ դրանք քաղաքական որոշումներ էին, որոնցով ոչ թե ուղղակի աթեիստական համոզմունքներով էին առաջնորդվում, այլ ավելի շատ քող էին ստեղծում եւ դրա քողի տակ եկեղեցատյաց եւ քրիստոնեատյաց գիծ էին նշում եւ այստեղ շատ կարեւոր մի բան էլ կա, որ Մայրաթոռը երբևէ այս տուժած խնդիրներից 20-30-ականներին կորցրած կալվածքներ, ունեցվածք եւ այլն հետագայում արդեն անկախ երրորդ հանրապետությունից չի պահանջել։ Մի բան, որ օրինակ ռուս ուղղափառ եկեղեցին, վրաց ուղղափառ եկեղեցին պահանջել են եւ ստացել են այո, Մերձբալթյան հանրապետություններում պահանջել են, ստացել են փոխհատուցում եւ գույքի տեսքով եւ ամենամյա նյութական փոխանցումների, իսկ մեզ մոտ մենք դեռ շարունակում ենք քննարկել եկեղեցին հավելյալ հարկեր վճարի թե չէ եւ կեղծ թեզ են մի հատ էլ ստեղծում, թե եկեղեցին հարկ չի վճարում։ Այնինչ բոլոր հոգեորականներն օրինակ իրենց աշխատավարձից մեր պես վճարում են իրենց եկամտահարկը եւ մնացած ոչ եկեղեցական պարագաների վաճառքից համապատասխան հարկեր եւ այլն եւ այլն, այսինքն եկեղեցին պետությանը ի սկզբանե նայել է որպես իր ազգային պետություն, այսինքն ազգային եկեղեցու կեցվածք է եւ կալվածքներ չի պահանջել, ինչպես օրինակ վրաց ուղղափառ եկեղեցին պահանջել է, ստացել է ամենամյա նույնիսկ հատկացումներ է դրա դիմաց փոխհատուցում ստանում եւ բնական է, որ այս դեպքում պետությունն էլ պատասխան իր քայլը պետք է կատարեր եւ պատահական չի, որ առաջին փաստորեն ազգային հերոսը եւ առաջին անձնագիր ստացողը երրորդ հանրապետության հենց օրվա ամենայն հայոց կաթողիկոսներ Վազգեն առաջին եւ այս փաստն ինքնին խոսում է, թե երրորդ հանրապետության կայացման, ձևավորման հարցում եւ առհասարակ պետականության պատմության տեսանկյունից եկեղեցին ինչ դերակատարում ունի։